Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Միլենայի մաման եմ։ Միլենային հարազատ աղջկա պես սիրում եմ։ Ներեցեք, որ այսպես առանց զգուշացնելու եմ եկել։ Ոչինչ խնդիր չկա։ Եկեք ներս։ Նստեք։ Ինչ որ բան է պատահել։ Այո, ես կարծում եմ, որ պատահել է։ Ինչ։ Որտեղ է Լևոնը։ Ինչի։ Ես կասկածում եմ, որ Լևոնն ու Միլենան միասին փախել են։ Ոնց։ Չէ, ես վստահ եմ։ Բայց ինչի պիտի նման բան անեին։ Լևոնս երբեք տենց քայլի չէր գնա։ Կգնար։ Եվ մի քանի անգամ արդեն փորձ արել են։ Ոնց թե փորձ արել են։ Լևոնը լուրջ տղա է, երբեք ինքը չէր անի տենց բան։ Դուք տեղյակ եք, երևի, որ մենք հանրապետությունից մեկնում ենք։ Հա, ես լսել եմ տենց բան։ Իմ աղջիկը չի ուզում գալ։ Լևոնի պատճառով։ Լևոնի։ Այո, Լևոնի։ Սիրում է։ Ավելի ճիշտ նրան թվում է, թե սիրում է։ Բայց դե դուք էլ գիտեք, այդ տարիքում ինչ սիրո մասին կարող է խոսք լինել։ Դե ես սիրո հարցում իմ տեսակետն ունեմ։ Մի խոսքով չերկարացնեմ։ Միլենան չկա։ Ու ոնց որ տեսնում եմ, Լևոնն էլ չկա։ Ես հիմա կզանգեմ Լևոնին։ Հա, զանգեք։ Եթե իհարկե կընկնեք։ Ինչի։ Լևոնը անջատել է բջջայինը։ Նախորդ անգամ, երբ նրանք որոշել էին միասին ապրել, դուք երևի դրանից էլ տեղյակ չէիք, հա։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ։ Ես ձեզ որպես մայր եմ խնդրում։ Լևոնի դեմ ոչինչ չունեմ, բայց դեռ մեր երեխաները դեռ շատ փոքր են սիրո մասին մտածելու համար։ Ճիշտ եք, ես ձեզ հետ համաձայն եմ։ Անհասանելի է։ Տեսնում եք։ Լավ, ես հիմա Սուրենին ու Արամին կզանգեմ։ Գոհարցյանը, քաշ ֆրանք, հիմա ինչ ենք անելու։ Չգիտեմ, Սուրո։ Վերցրու չվերցրել ախր ավելի սխալ, ար վերցրու։ Հա, Գոհարցյա։ Բալես, Լևոնից տեղյակ ես։ Իմանալով գնացել է պարապմունքի։ Ոնց պարապմունքի, ինքը այսօր պարապմունքի չի։ Դե, ես ինչքան գիտեմ ինքը գնացել է, ինչ որ բան է եղել։ Լավ, ես հիմա Աշոտին կզանգեմ։ Չէ, Գոհարցյա, ընկեր Աշոտին պետք չի զանգել։ Լևոնը ոչ թե պարապմունքի է գնացել, այ տրինաժոր, որը պարապմունքը չի լինում գնում է տրինաժոր։ Բալես, դու ինձ ասա, կարող եմ Միլենայի հետը։ Չէ։ Բալես, դա շատ կարևոր է, եթե միասին են ասա։ Գոհարցյա, հաստատ չէ էլի այդ մեկը, որովհետև զանգում ենք Միլենային կամ չի վերցնում, կամ էլ անջատում է։ Լևոնն էլ դրանից նեղվեց ու գնաց պարապի։ Դու հիմա որտեղ ես։ Ես Սուրոյի հետ դրսում եմ։ Եթե Լևոնին գտնես, կամ չգիտեմ, զանգի, իրան ասա, որ շտապ տուն գա։ Լավ։ Եվը քաշվավ։ Մենք էլ նենց ոչինչ, Սուրո։ Հիմա ինչ ենք անելու։ Ինչ տյանենք, պիտի գնանք Լևի մոտ։ Ափսոս հեռախոսը անջատացա։ Որ անջատացա, ուրեմն բոյի է։ Աստված ոչանի Լևի վրա մի հատ կապտուկ եղավ։ Ես էլ մեռնեմ Գոհարցյա երեսին չեմ կարա նայեմ։ Լավ, Սուրո, արի գնացինք, հա։ Ապրես Սաքո, լավ է բոյերը։ Մանգուստ ու Սաքո։ Մատ իրար ձեր սեղմ եք։ Ինչի համար։ Ձեղն է տենց։ Ասա երբ բոյի ես գնամ։ Երկու օրից։ Դե ես գնացի։ Մանգուստ։
Մնա խոսալու բանն եմ հետդ։ Կներես մամել, բայց ես գործեր ունեմ, թող մնա հետո կխոսանք։ Շատ ինքնավստահ մանգուստդ, օգնի հաղթեմ։ Համ քիթը կքսվի գետնին, ամպերից կիշնի, համը լամութա, ես կրվեմ։ Ճշտով չի դզում։ Իսկ խարդախ ճանապարհով կարել է քեզ դուրա գալի։ Հաղթողներին չեն քննադատում։ Ու ինձ սազական չի վաբշե դպրոցականին կրվեմ։ Բայց ինքը Եվրոպայի չեմպիոն ասակ։ Ամեն ինչի պատրաստ եմ ես։ Այդ կարգի վախենում ես։ Չեմ վախում, ուղղակի ինձ սազական չի։ Ասենք թե քո ասած նեղավ։ Բաղոր վաղը մուսոր սաղ իմացան։ Դե չէ, Ինչի՞ չէ։ դե չէ, դա ամեն ինչի կոմը չկմնա։ Լավ սակ, գնա փոխվի։ Են Լևոնը չի։ Լևոնն է այն։ Հա, Փարքաստը նորմալ է տաղես։ ճիշտ ենք վերցնենք։ Չէ, Արման։ Ինչ ես ասում։ Աբո ես քեզ չեմ հասկանում, ինչ ես կուր տալիս։ Լևոնը չպետք է տեսնի, որ ես եկել եմ ստե։ Դու գիտես, որ ով ուզում է լինի, մանվել լինի, թե ով ուզում է լինի, նենց տեղը դնենք, որ Լևոնի անունը վախենա տա։ Ախ, Արման ջան։ Իմ ձեռները կապողը Լևոնն է։ Դրա համար ես սկզբից Լևոնի հետ դիլեզու գտնեմ։ Նոր հետո որ կարողանամ ինչ-որ բան ձեռնարկել։ Լյով ուր ես, մենք օբյեկտի մոտ ենք։ Դու ներսում ես։ Չէ, Արջան, արդեն դուրս եմ եկել։ Լյով քո մոտ ամեն ինչ նորմալ է, ոնց ես։ Հա, ամեն ինչ նորմալ է։ Դու ինձ են ասա, Միլենային գտակ։ Չէ, Լյով հեռախոսը անջատած է։ Բայց մամա էր զանգել, շատ անհանգիստ էր։ Ասաց Լևոն ուր ասեցի գնացլա տրինաժորի։ Հա, լավ ես արել, Արջան, ես հսա կզանգեմ մամային։ Լավ, Լյով ջան, ես ու Սուրոն էլ գնում ենք դպրոցի մոտակայքում նայենք, մենք էլ տեսար այնտեղ եղավ էլի։ Լավ, Արջան, դե զանգեմ մամային, հետո զանգեմ քեզ կտեսնենք թե ինչ ենք անում։ Լավ, Լյով ջան։ Լևոնն է։ Լևոն, որտեղ ես։ Դրսում, Ամջան, հենց նոր պարապունքից դուրս եմ եկել, ինչի։ Լևոն, Միլենայի մաման մեր տանն է։ Ուզում է իմանալ, որտեղ է Միլենան։ Ինչ։ Հա, մեր տանն։